Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շաբաթը նվիրվելու է գյուղին եւ այն հնագույն գործիքներին եւ կերակուրներին, որոնցով պատրաստվում էր մեր ավանդական խոհանոցի կերակուրները։ Ես այսօր հյուրընկալվել եմ Սարուխան գյուղ, իմ ընկերոջ Աղասի Բադալյանի ընտանիքին։ Մենք այնտեղ կունենանք կերակուրների պատրաստման հնարավորություն, այնտեղ կունենանք մենք այդ հնագույն գործիքներով պատրաստվող կիսաֆաբրիկատների գործունեությունը տեսնելու հնարավորություն, այնպես որ այս շաբաթ անպայման եղեք մեզ հետ եւ ձեզ համար շատ հետաքրքիր երևույթներ կբացահայտեք խոհանոցի հետ կապված։ Գնացինք։ Եվ այսպես բարեկամներ, ինչպես նշեցի, արդեն հյուրընկալվել ենք Սարուխան գյուղի բնակիչ, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ այլևս եւ մեր բարեկամ Աղասի Բադալյանենց բնակարանում։ Ողջույն նորից Աղասի ջան։ Բարև ձեզ։ Ինչպես ես եղբայր։ Շատ լավ եմ։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ հյուրընկալման համար։ Այստեղ տեսնում եմ մթերքներ, խնդրում եմ բացատրես, թե ինչ են այս մթերքները, ինչ պիտի պատրաստենք իրենցով։ Պատրաստում ենք մեր նախնիների ժառանգած, այսպես ասած, մումբար կոչվող ուտեստը։ Եվ այսպես բումբար պիտի պատրաստենք, եւ ես տեսնում եմ, որ դու արդեն մեծ քանակությամբ պատրաստել ես։ Ահա այս բումբարը պիտի պատրաստենք, այս պիտի տես պիտի ստանանք, քանի որ մենք պատրաստել ենք միասին Աղասի հետ, այս մի փոքր մասն էլ էլի միասին կպատրաստենք, որ հեռուստադիտողները տեսնեն։ Հա։ Հեռուստադիտողները տեսնեն։ Այո, ավանդական շատ հնագույն կերակրատեսակ է բումբարը, եւ նախնականը եւ հիմնականը շատ դեպքերում մենք շփոթում ենք, մի քանի տարբերակ է եղել։ Եվ այն տարբերակը, որը մենք հիմա պատրաստում ենք, հենց իսկական հիմնական, այո, այսինքն ձավարեղենով։ Ձավարեղենով պատրաստման իր յուրահատուկ ձև է։ Այո, իհարկե։ Մեր մոտ ընդունված է կամ ձավարից, կամ հաճարից, այո, տարբեր բաներ, այս պահին մենք կպատրաստենք հաճարից, վերցնում ենք հաճարը։ Այո, Աղաս ջան, նաև ես ուզում եմ, որ այն պատմությունը, որ մենք նախնական զրույցում ունկնդրեցինք, կապված աղիքի հետ, եւ աշխատենք եւ պատմենք, թե այ աղիքը ոնց ենք մշակում, ոնց ենք վերցնում, որ աղիքի որ մասն է։ Աղիքի վերցնում ենք անասունի աղիքի վերջնամասը, ընդունված է պապերից եկած, որ հալալ աղիքը եւ հարամ, այսինքն վերջավորությունից որտեղ լեղածորանից լեղին չի հասնում աղիները, այդ հատվածը սկզբնականում որտեղ լեղին հասնում է աղիներ, դա ասում են հարամ։ Այո։ Իսկ որից հետո շարունակությունը, վերջավորությունը դա արդեն հալալ աղիքն է, որից պատրաստում են մումբարը։ Այո։ Պատրաստման համար վերցնում ենք աչառը, կտրատում ենք սոխը մանր։ Տեղում պետք է աղիքը առանձնացնենք, այնպես անենք, որ չկեղտոտվի, հնարավորինս իդեալական մաքրություն կապելով կամ որևէ այլ միջոցով, ջրով հենց կարելի է կրանտին հագցնել, մաքրել, հետո շուռ տալ հակառակ ներսի կողմից, աղով շփում ենք, մաքրում ենք, մի 3-4 անգամ աղով շփում ենք։ Աղով ախտահանում ենք։ Աղով ախտահանում ենք։ Եվ այն լորձաթաղանթը, որը աղիքի ներսում գտնվում է, մաքրվում է, դառնում է Այո, այնպես չլինի, որ մեր հեռուստադիտողները գնացինք սպանդանոց, ասինք աղիք տվեք, վերեցինք աղիքի մեջ, լցրեցինք ու այսինքն առաջին հայացքից այո, աղիք, այո, ներքին օրգաններ, այո, ենթամսամթերք, բայց անպայման ախտահանիչ մեթոդներով, ախտահանիչ նյութերով պիտի մաքրվի։ Այս պահին այս օրինակը աղով ախտահանելու օրինակն է, որ մենք այսօր ունենք։ Սոխարած չենք անում, աճանից։ Անում ենք։ Ավելացնում ենք աչառին։ Ավելացնում ենք տնական հալած յուղը։ Բարեկամներ, մեկ շաբաթ հյուրընկալվելու ենք մեր ընկերոջ տանը եւ մեկ շաբաթ այստեղից հերարցակելու ենք, այնպես որ այս շաբաթը անպայման
ու կնդրեք, բաց մի թողեք, շատ ու շատ հետաքրքիր երևույթների եք դուք ականատես լինելու, հնագույն երևույթների։ Պատրաստում ենք սոխառացը։ Բարեկամներ ուղղակի ուզում եմ վկայել, որ աղասի հետ աշխատելը մի այլ հաճույք է։ Պարզ է, գիտեք, որ ես շատ խոհարարների հետ եմ հնարավորություն ունեմ աշխատելու եւ նաեւ շփվում ենք, բայց աղասի հետ մի յուրահատուկ է ստացվում։ Առաջին հայացքից սովորական, հասարակ ինչ-որ մի գործողություն, բայց չգիտեմ ինչու համեղ է ստացվում։ Կարող է սեր ես դնում շատ աղաշան մեջը։ Եթե մի ուտեստ պատրաստում ես հավեսով, հոգով, ջիգարով, քավարցոսա ջիգարով ուզում ես այդ բանը պատրաստես, լավ է ստացվում։ Ապրես դու։ Ուրեմն օգնեք ինձ։ Այո, ես պահեմ։ Կապում ենք մեկ եզրը աղիքի։ Կան այլ ազգային խոհանոցներում նմանատիպ կերակուրներ, բայց լցոնի տարբերությունը կա, այնպես որ եթե հանդիպեք այլ տարբերակ շուռ ենք տալիս։ Ահա, շուռ ենք տալիս։ Այդ յուղոտ մասերը մեջն են մտնում։ Մեջն է մտնում։ Այստեղ էլ պիտի նշենք, որ ու չասենք գաղտնիք է, բայց կարևոր հանգամանք է։ Այլ վիճակ է, երբ որ զուտ այն ներսի այդ հարթ մակերեսով է շփվում աճարին, լրիվ այլ վիճակ, երբ որ այդ յուղերը, ճարպերը ներծծվում է աճարի մեջ։ Եվ ես հնուց լսել եմ նույնիսկ այո տատիկի բանի ժամանակ դեռ այդպես որ խոսում էինք այդ փորի յուղ էին ասում, շատ օգտակար էր ասում էին առողջության համար։ Իհարկե ձեռքով են լցում, բայց գթալով օգտվենք էլի, գթալով լցենք։ Այո։ Ահա, պատրաստիները ես ուզում եմ օգտվել առիթից եւ ցույց տալ։ Ահա այսպիսի վիճակ է ստեղծվելու, դուք տեսնում եք, որ շատ խիտ լցոնված չի, եւ սա հենց դիտավորյալ, քանի որ աճառը եփվելուց մեծանում է 1.7 անգամ, այսինքն այդ տեղը թողնված է։ Եվ նաեւ մարդկանց, ում ոչ այնքան հասկանալի է այս երևույթը, աղիքի մեջ լցոնվելը, հիշեցնենք, որ մենք աղիքի այն դրսի մասն ենք օգտագործում իրականում, որը շփվում է լցոնի հետ, դրսի մասը։ Մենք շրջեցինք աղիքը։ Աղիքի դրսի մասով արդեն նոր շփվում է սննդի մեջ։ Չնայած որ կրկնեմ, որ մենք ախտահանեցինք, լավ մաքրեցինք եւ ապահովեցինք նրա անվտանգ օգտագործման միջոցը։ Պատրաստի լցած աղիները արդեն վերցնում ենք պատառաքաղը։ Ահա, ծակեր, ծակեր ենք անում։ Ուրչելու դեպքում չպայթելու համար երևի։ Եվ միջից դուրս է գալիս օդը եւ քաշում է իրեն ջուրը։ Ավելի հյութեղ է լինում։ Այո, ավելի հյութեղ։ Շատ համեղ կիրակրատեսակ է եւ ով համտեսում է, այո, որից խնդրում եմ մի անգամ էլ երբ կհամտեսենք այդ մումբար կոչված ուտեստը։ Սրանից հետո հիմա մենք մեկ էլ երբ ենք համտեսելու աղաս ջան։ Երբ ուզենք, առողջություն տա Աստված։ Ապրես, շնորհակալ եմ։ Հիմա բացատրենք թե ինչ պիտի անենք։ Հիմա ուղարկենք ջեռոց։ Ինչ է կատարվելու այնտեղ։ Կաթսայի մեջ է դրվելու, թե Չէ, ջրով ավելացնում ենք ջուր ու դնում ենք մեծ տապակի կրակի վրա, թե փռի մեջ։ Չէ, կրակի վրա։ Կրակի վրա, կաթսայի մեջ ենք լցնում։ Կաթսայի մեջ։ Հա, դե լցնենք կաթսայի մեջ էստեղ։
Երացնում ենք, մեզ քանի րոպե կպահանջվի, աղաս ջան։ Մի ժամ։ 1 ժամ պիտի եփվի։ Թողինք իր համար եփվի 1 ժամ, մենք էլ տեսնենք թե ինչ ենք անելու հաջորդիվ։ Բարեկամներ, պատրաստեցինք, արդեն փորձեցինք, հիմա արդեն մատուցենք։ Բումբար, որը նաև Սարուխանում, որին կոչում են նաև մումբար։ Այո, մումբար։ Մումբար։ Հայաստանի տարբեր շրջաններ ունեն իրենց Այո, անվանումները տարբերվում են, այո։ Հիշեցնենք, ուղղակի աճառը եւ սոխը մի քիչ տապակեցինք միասին, ավելացրինք կարակ, մի քիչ աղ, այնուհետև լցոնեցինք այս միջուկը աղիքի մեջ, աղիքը շրջեցինք եւ գտալի օգնությամբ լցոնեցինք։ Այ հենց այսպես էլ մատուցում ենք։ Կարող ենք իհարկե մատուցել հետը սոուսներ կամ բան։ Կարող ենք մատուցել կարմիր աղացած պղպեղ, բայց թողնենք ճաշակին իրենց ումը դուր կգա, կավելացնի, քանի որ այն կա սեղանի վրա։ Լավ աղաս ջան, քո առաջարկը, քո ցանկությունները մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Հեռուստադիտողներին կցանկանամ փորձեն, կրկնեն, համտեսեն եւ շարունակեն մեր ազգային ավանդական խոհանոցը։ Շատ լավ, բարեկամներ, փորձեք, այս այն դեպքն է, որ ասում ենք փորձը, փորձանք չէ։ Փորձեք եւ կտեսնեք, թե ինչ ժառանգություն ունենք մենք եւ ինչ հարստություն են մեր ժառանգել մեր նախնիկ։ Ձեր անունից շնորհակալություն հայտնեմ աղասին, աղա ջան, ապրես դու, շատ շնորհակալ եմ հյուրընկալման համար, շատ շնորհակալ եմ այս հիանալի կերակուրը նորից կերակրատեսակին վերածնելու, վերապրեցնելու։ Այո, որովհետև այնուամենայնիվ միգուցե դեռ ոչ բոլորը, բայց բումբարի մասին տեղյակ էին մի մասը, բայց այնտեղ մսի տարբերակով էլ։ Հենց այս ավանդական տարբերակով դեռ մենք չենք ել պատրաստել եւ այսօրվա մեր երիտասարդությունը ընդհանրապես գաղափար չունի անգամ պատրաստման։ Ես կցանկանամ, որ համտեսեն ու շարունակեն մեր պապերի ավանդույթները։ Այո, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակուրը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրություն այստեղ պարտադիր է եւ անպայման կարմիր անապատ գինի կամ տնական օղի, ինչպես կոչում ենք մրգային օղի, ցհի։ Այսքանն էր այսօրվա համար, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ հրաժեշտից առաջ ցանկանալ, որ մենք լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Բումբար, հաճար 100 գրամ, աղիք 60 սանտիմետր, սոխ 1 հատ, յուղ 60 գրամ, աղ, բարեխորժակ։